Այս շաբաթ Ջեյդի Վենսը այցելեց Հայաստան և Ադրբեջան։ Սա այն պահն է, երբ Հարավային Կովկասը վերակառուցում են նոր ճարտարապետական լուծումներով։ Վենսը Բաքվին տվեց կարգավիճակ, Երևանին երկար սպասման հույս։ Հիմա գլխավոր հարցը՝ Հայաստանը սեղանի շուրջ նստած խաղացող է, թե քարտեզի վրա գծված գոտի։ Ինչ է ստացվում։ ԱՄՆ-ն Ադրբեջանին տվեց լծակներ, Հայաստանին հնարավորություն, բայց հնարավորությունը երաշխիք չէ։ Միջանցքը դիվանագիտական ճնշման ձև է, ամենամաքուր և իրավաբանորեն ամենագեղեցիկ ձևը։ Վենսը խաղաղություն չբերեց տարածաշրջան, նա բերեց նոր կանոններ։ Կանոններ, որի համաձայն խաղաղությունը խաղի մուտքի վճարն է։ Իսկ հիմա այդքան քննարկվող 9 միլիարդի մասին։ Ով է վճարում, ԱՄՆ-ն թե Հայաստանը։ Պատասխանը պարզ է, վճարողը Հայաստանն է։ 9 միլիարդ դոլարը օգնություն չէ, նվեր չէ, ուղիղ ներդրում չէ ԱՄՆ կառավարության կողմից։ Դա հնարավոր առևտրային պայմանագրերի ընդհանուր գնահատականն է։ Դա ամերիկյան արտահանման պոտենցիալ ծավալն է։